Ռոբերտ Քոչարյանը Լաչինի Միջանցքն անցնելու պահից մտածում էր ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից։ Քոչարյան. շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադառնալով Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որում նա վարչապետին մեղադրում էր մարտի 1-ի համար, ասել է, թե դա շատ տարօրինակ էր այն առումով, որ մարտի 1-ին Լևոն Քոչարյանը երիտասարդ տղա է եղել, ոչ թե 7-ամյա երեխա։ Ինքն ամեն ինչից պետք է տեղյակ լիներ թե ընտանիքում, թե փողոցում եւ ընդհանրապես մարտի 1-յան դեպքերի հետ կապված։ Եթե նույնիսկ տեղյակ չի եղել, այս տարիների ընթացքում իր ժանրի մեջ բացառիկ մի ֆիլմ է նկարահանվել փաստահավաք խմբի զեկույցի եւ նկարահանումների հիման վրա։ Դա կորսված գարունն է, ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով առավոտյան 06:00-ին տեղի ունեցած բիրտ գործողությունները որակվել են որպես քննչական գործողություններ, մոռանալով, որ ըստ օրենքի քննչական գործողությունները պետք է տեղի ունենան ժամը 07:00-ից սկսած։ Քոչարյանի խոսքով հետո պարզվել է, որ այդ գործողությունները նկարահանել են, եւ այդ նկարահանողների ժամը ֆիքսված է։ Այդտեղ առաջին խախտումներն էին, բայց որպեսզի դա կարողանան փաթեթավորել, տեղի են ունեցել խարդավանքների հսկայածավալ գործողություններ։ Եվ հիմա միեդի որոշման մեջ արձանագրումներ կան 5 զեկույցներից, որոնք անշրջելի զեկույցներ են, որոնց մեջ ներառված են եղել ներքին գործերի սպա, կապիտան Համլետ Թադևոսյանի հանգամանքներից սկսած մինչև անօրինական զինված խմբավորումների ստեղծումը 0038 հրամանը, ասել է падգամավորը ներկայացնելով, ինչպես է եղել, որ այդ գործողությունները կապվում են Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն կառավարման, այլև իր անձի հետ։ Նրա խոսքով փաստահավաք խմբի ձեռքին է հայտնվել 0038 խիստ գաղտնի հրամանը, որից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած խորհրդակցության արդյունքում զինված ուժերը ստացել են առաջադրանք, թե մարտի 1-ին ինչով պետք է զբաղվեն։ Պատմական ակնարկ կատարելով ներկայացրել է, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրել Ռոբերտ Քոչարյանին Հայաստան եւ նշանակել վարչապետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի։ Կարծում եմ Տեր-Պետրոսյանը սխալվեց։ Ռոբերտ Քոչարյանը Լաչինի Միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից։ Դա ակնհայտ էր, հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանում իրար հաջորդող քաղաքական սպանություններին։ Տեղի էին ունենում սպանությունների տարօրինակ փաթեթավորումներ, ավելացրել է Քոչարյանը եւ նշել, որ հոկտեմբերի 27-ին եւ դրանից հետո եղել է ունեցվածքի բաժանում, մանկապարտեզների սեփականաշնորհում։ Ու սա ըստ падգամավորի այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին հրավիրել էր, որ լուծեր խաղաղության խնդիրը։ Խաղաղության խնդիրը չլուծվեց, որովհետև խաղաղություն պետք չէր, իշխանություն էր պետք։ Այդ իշխանության խնդիրը հոկտեմբերի 27-ով լուծվեց, ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը։ Падգամավորը նաև ասել է, որ այս օրերին համոզվել է Հայաստան խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը, քանի որ հենց նա է արձագանքում այն մեղադրանքներին, որոնք կապված են իր հոր կառավարման տարիների հետ։ Նյութի աղբյուր Հայկական ժամանակ։